Ընտրական քարոզարշավից ու պայքարից հետո Երևանի մամուլի ակումբն ամփոփում է մոտ 2 ամիս տևած մշտադիտարկումը։ 5 հեռուստաընկերություն օրը 24 ժամ շաբաթը 7 օր եղել են մոնիթորինգի տակ։ Գլխավոր եզրակացությունը բոլոր քաղաքական ուժերը բալանսավորված են լուսաբանվել, թերությունները քիչ էին։ Այս ընտրությունների անցկացման հետ կապված, նաև լրատվամիջոցների հետ աշխատանքի հետ կապված քիչ ավելի պակաս են դժգոհությունները։ Ինչու հենց հեռուստաընկերությունները ու ինչու էր դա հատկապես նախընտրական շրջանում, Երևանի մամուլի ակումբի ղեկավարը ինքն իրեն տալիս է հարցն ու պատասխանում։ Ես կարծում եմ այո, նախ այն պատճառով, որ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ մոտավորապես 80% մեր բնակչությանը շարունակում է հեռուստատեսությունը դիտարկել որպես հիմնական տեղեկատվության աղբյուր։ Մշտադիտարկումը ցույց է տվել Արմենիա հեռուստաընկերությունը նախընտրական քարոզարշավին ամենաքիչ նշանային բնութագրիչներ օգտագործած հեռուստաընկերությունն է։ Սա նշանակում է Armenia TV-ում ամենաքիչն է եղել հատուկ դրական կամ հատուկ բացասական վերաբերմունք ցույց տվող տեսանյութեր, որևէ թեկնածուի կամ կուսակցության մասին։ Նշանային բնութագրիչների առումով Արմենիան ուներ այսպես ասենք, ընդունելի ցուցանիշները շատ ողջունելի արդյունք է կարելի ասել, որտեղ ընդհանրապես միջազգային պրակտիկայում խորհուրդ է տրվում լրատվամիջոցներին հնարավորինս չեզոք համատեքստում ներկայացնել թեկնածուներին, կուսակցություններին։ Գլխավոր դժգոհությունը ԶԼՄ-ներից չէ, սպասում էին, բայց այդպես էլ եթերում գրեթե չեղան բանավեճեր։ Երևանի մամուլի ակումբն առաջարկում է հարցը կարգավորել օրենքով։ Մանուիլիցյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։